նաև ծրագրի ավարտն է, կարծես թե հա, այսօր նախանշում շնորհակալ եմ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների համար։ Մի փոքր էլ անդրադարձ կատարեմ, բանել ենք քննարկում վերնագրին, հա, կարծես թե հայաց ապագայից եւ մի քիչ հարցեր բարձրացնող վերնագիր էր, փորձում եմ ինքս իմ մեջ ճշգրտել ապագան հիմա է, մենք հայացք ենք գցում անցյալին, թե հիմա ներկան է եւ ապագայից պետքա փորձենք ներկայդրության վրա հայացք գցել եւ տենց ոնց որ թե ամփոփեցի իմ մեջ, որ սա մի շրջափուլ է, եթե ապագան հիմա է, նայում ենք անցյալին, մեծածավալ աշխատանքներ են արված, եթե ապագան իրական ապագան է եւ այն կողմից պետք է հայացքենք դեռևս մեծածավալ աշխատանքներ ունենք անելու։ Եվ բնականաբար այս շրջափուլը կարծես թե մշտական պետք է պահվի կատարելագործման իմաստով։ Ընդհանուր ոստիկանությունում 2020 թվականից սկսած դերևս վերջին ժամանակահատվածի ամենամասշտաբային ռեֆորմներն են տեղի ունեցել։ Այս առումով իհարկե նախորդ ռազմավարությունից կառանձնացնեի ներքին գործերի նախարարության ձևավորումը որպես ինստիտուտ, որը քաղաքացիական վերահսկողություն է իրականացնում, այլևս ուժային կառույցի նկատմամբ եւ քաղաքական պատասխանատվություն է կրում եւ քաղաքական առաջնորդություն է իրականացնում ոստիկանության համար եւ մենք առաջի փուլով հասցրեցինք ձևավորել եւ որոշակի իմաստով կայացնել բարեկային ծառայությունը եւ օպերատիվ կառավարման կենտրոններ ստեղծեցինք։ Երկրորդ փուլը, այո, նաեւ մեկնարկեցինք կարծես թե ռազմավարությունը միասին եւ քննարկումներ արեցինք նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Ներկայումս ունենք ռազմավարություն, այստեղ մենք արդեն ինստիտուտների կայացմանն ենք անդրադարձ կատարում, արդեն իսկ մեր կողմից ձևավորված կրթական միջավայրի կայացմանն ենք բնականաբար անդրադարձ կատարում եւ մարդու իրավունքների հարցերն ենք շոշափում այս իմաստով կոնկրետ անդրադառնալով հարցին եւ տարվա հետ կապված եւ այդ ընտրությունների հետ կապված մարտահրավերների եթե կարճ պատասխանեմ մենք ուզում ենք ունենալ այնպիսի ոստիկանություն որը հստակ եւ պատշաճ կապահովի հասարակական անվտանգություն պահպանելով քաղաքացիների իրավունքները իսկ ինչ աշխատանքներ ենք տարել այս ուղղությամբ դեռևս անցած տարի մենք ընդունեցինք գվարդիայի մասին օրենքը այս օրենքով առանցքային փոփոխությունները հետեւյալն են որ ոստիկանության զորքերը այլևս դուրս եկավ զինված ուժերի այլ զորքերի տրամաբանությունից եւ վերջինիս լիազորությունները եւ իրավասությունները հստակ ոստիկանական են եւ թե կառուցվածքի թե աշխատանքների կազմակերպման թե պատրաստվածության իմաստով այս ծառայությունում այլևս ծառայել են ոստիկանության ծառայողներ որոնց առաջնային եւ կարևորագույն խնդիրը հասարակական կարգի պահպանությունն է այս տարվա փետրվարից մենք մեկնարկել ենք արդեն իսկ կրթական ծրագրերը, որի հաղթահարման պարագայում միայն նոյեմբերի 1-ին արդեն ձևավորված գվարդիայում կընտրվեն եւ կնշանակվեն մեր ծառայողները եւ հատկապես մեծ ուշադրություն ենք դարձրել հարկադրանքի գործադրման, ուժի կիրառման գործառույթներին ասեմ, որ մենք նաև լիազորող նորմ ենք նախատեսել, որպեսզի նախարարի կողմից հաստատվի ուժի գործադրման ստանդարտ գործառույթները, սա ևս կարևոր է, քանի որ մենք գիտենք, որ ուժի գործադրման եւ հարկադրանքը դրանք քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը միտված գործառույթներ են եւ շատ կարևորելով այս հանգամանքը մենք առավել մանրամասն ենթաօրենսդրական իրավական ակտ ենք ուզում ունենալ իհարկե բնականաբար սա ավելի շատ օրենսդրական ինստիտուցիոնալ լուծումների եւ կրթական process-ների մասով ես նկարագրեցի, երկրորդ կոմպոնենտը արդեն գործընթացների վերահսկողությունն է։ Մենք ներքին գործերի նախարարությունում ձևավորել ենք ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչություն եւ եկող շաբաթ երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ արդեն իսկ կընդունվի բարեվարկության եւ կարգապահական կանոնագիր օրենքը, որտեղ հստակ ամրագրված է ոչ միայն կարգապահական խախտումների կամ հրախուսանքների
նշանակման ընթացակարգերը, առհասարակ մենք ներմուծել ենք բարևարկության համակարգը օրենսդրության մեջ, ըստ էության լիազորող նորմով սահմանել ենք, որ ոստիկանության ծառայողները պետք է ունենան վարքագծի կանոններ, որպես այդպիսին եւ մի շարք գործիքակազմեր ենք ունենալու օրենքի ընդունումից հետո վերահսկողության տեսանկյունից, իհարկե շեշտադրումը հիմնական կատարելով ոստիկանության ծառայողների նախ կրթության հիմնական եւ արդեն լրացուցիչ կրթական ծրագրերի տեսքով վերապատրաստումների վրա, բնականաբար նպատակ ունենալ արհեստավար ոստիկանության ծառայողներ, դերևս այսքանը, շնորհակալ եմ։